Հարգելի գործընկերներ, հարգելի լրագրողներ, իսկապես պատմական իրադարձություն է, որովհետև Հայաստանը առաջին անգամ ընդունում է հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը եւ մեծ ծավալի նախապատրաստական աշխատանք է արված, որպեսզի կարողանանք պատշաճ մակարդակով հյուրընկալել տարբեր մասնակիցների, սպասում ենք 40 երկրների պատվիրակությունների, շուրջ 450 մարզիկ եւ մարզիչ, 150 պատվիրակներ ժամանում են Հայաստան եւ մենք 70 կոմպլեկտ մեդալի խաղարկում կտեսնենք առաջնության ընթացքում։ Ինչպես նշեցի, բավական լուրջ նախապատրաստական աշխատանք է արված, ձևավորվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որը որ նախապատրաստական աշխատանքները համակարգում էր։ Առիթից օգտվելով պետք է շնորհակալություն հայտնեմ միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված բոլոր կառույցներին, իսկապես արդյունավետ համագործակցության համար, հատկապես քանի որ խոսում ենք հրաձգության մասին, այստեղ կարող ենք պատկերացնել, որ որոշակի յուրահատկություններ կային նաև անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի եւ դրանց ընթացակարգերը կարգավորելու եւ հատկապես կուզեմ շնորհակալությունս փոխանցել ներքին գործերի նախարարությանը, պաշտպանության նախարարությանը, պետեկամուտների կոմիտեին, որոնք իսկապես շատ գործուն աջակցություն են ցուցաբերում այս ամբողջ գործընթացում, որպեսզի հարթ եւ ապահով իրականացվի ամբողջ ընթացքը եւ կարծում եմ, որ մենք առաջնության օրերին նաեւ առիթներ կունենանք մեր մարզիկների, մեր հավաքականի հաջող մրցելույթներին հետևելու եւ պատվանդանին տեսնելու նաեւ մեր մարզիկներին։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, մեր 26 մարզիկներ նույնպես հանդես կգան առաջնությունում եւ կարծում եմ, որ հատկապես որոշ մրցաձևերում վստահաբար հուսով եմ, որ կունենանք նաեւ հաղթանակներ ու հաջողություններ։